Ես ինչ-որ նկարի դստե, ով շահ հրապարակի է դեի, իրա բերանը լսան, ինչ եմ ասում, այսպես միկրոֆոնի մոտ եմ ասում։ Հայո ելը գիտեք, դրա հետևանքները չգիտեք։ 26-ին իշխանությունը փոխվել է, այլ խեմ ես մանդատս վայր դնում։ 26-ին իշխանությունը դրամ արեք խմած։ Տիկին Վարդանյան, ձեր կարծիքով այս հրաժարականը թիմային որոշում էր, թե ի վերջո դա Գաբրիելյանի բարոյական նորմներ, բարոյական բան։ Նախ պիտի ասեմ, որ իհարկե անթույլատրելի է լրագրողների նկատմամբ նման պահվածքը, խոչընդոտելը որևէ կերպ եւ որևէ դրսեւորում, որը կարող է պատգամավորի վարքին անհարիր լինել, բայց մենք այստեղ գիտեք մի տեսակ երկակի ստանդարտների հետ կարծես գործ ունենք այն առումով, որ իսկ Անդրանիկ Քոչարյանը ավելի վատ թե լավ բան է արել Վիլեն Գաբրիելյանից, որ մանդատը վայր չի դրել, Ալեն Սիմոնյանը ավելի լավ թե ավելի վատ բան է արել, որ մանդատը վայր չի դրել, նկատի ունեմ, եթե թիմային վարքի դրսևորումներ, սկզբունքայնության եւ ինչ-որ առաջնահերթությունների, մենք դա կտեսնեինք բոլոր դեպքերում, եթե անհատական որոշումելը այստեղ էլ մի քիչ տարակարծություն է գալիս, որովհետեւ գիտեք, դժվար ավելի մեծ մեղք լինի, քան օրինակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ու այդ քաղաքական թիմի հետ պատասխանատվություն կիսելը։ Հետևաբար երբ պայմանավորված է իրավիճակով, պայմանավորված է նրանով, որ առնվազն 26-ին նախատեսվում են ընտրություններ, գուցե նաեւ դրանից առաջ այլ քաղաքական զարգացումներ եւ այդտեղ կարծում եմ չի ներվում այն այս ժամանակաշրջանում, ինչը սրանից առաջ ներվել է ԿՊ-ականներին տարբեր եւ այդտեղ ուշագրավ հայտարարություն կար լայվերից մեկում 26-ի հենց ընտրությունների վերաբերյալ, չգիտեմ նաեւ թիմը անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչպես է դրան արձագանքել։ Գիտեք, քանի որ գործ ունենք այս թիմի հետ, նաեւ չենք էլ իմանա SMS ստացել են, չեն ստացել այդ մարդիկ։ Ես միայն կարող եմ ասել, որ թիմը իսկապես գրում է Նիկոլ Փաշինյանի այդ բոլոր հայտարարությունների ու գործողությունների պատասխանատվությունը ու եթե այդ դեպքերում չեն լինում հրաժարականներ մանդատը վայր դնելու դեպքեր ու այսպիսի դեպքում է լինում, այդտեղ սկսում ես հասկանալ, որ գուցե գործ ունենք խավության նոխած դառնալու դեպքի հետ, գուցե գործ ունենք ընդհանրապես ընտրություններից առաջ այսպես կրքեր չբորբոքելու եւ զոհեր տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը փրկվի այս տրամաբանության հետ։ Ամեն դեպքում, եթե գործ ունենայինք պատասխանատվության, պարկեշտության ու արժեհամակարգային մոտեցումների հետ, մենք կտեսնեինք առնվազն մի տասնյակի հասնող ԿՊ-ականների հրաժարականներ եւ դա կտեսնեինք առնվազն այն դեպքում, երբ որ ել եմ կրկնում որոշում կայացվեց, որ մեր հայրենիքի տարբեր մասեր մերը չեն, Ադրբեջանինն են կամ ինչ-որ տարածքներ, որտեղ կանգնած է հայ զինվորը, դա մերը չի, պետք է առանց նախապայմանների տանք Ադրբեջանի, այսինքն ամբողջական պատկերը ինչ է տեղի ունեցել, չեմ կարողանա ասել, բայց չեմ կարծում, որ գործ ունենք ինչ-որ արժեհամակարգային ընտրության հետ։ Հնարավոր է, որ Գաբրիելյանի որոշմանը նպաստակ լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նա իր թիմի անդամ է եղել, թե ամեն դեպքում այս որոշումը քննարկվել է վարչապետ Փաշինյանի աշխատասենյակում։ Ես վստահ եմ, որ որոշման հետ կապ ունի առանձնահատկությունները, յուրաքանչյուր մարդ տարբեր է ամեն դեպքում եւ տարբեր մոտեցումներ ունի, դա չենք կարող չեղարկել, չգիտեմ որքանով կապ ունի Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից լինել, եթե եղել է, այդպես շատ լավ ծանոթ չեմ իր քաղաքական կենսագրությանը, ելի եմ կրկնում, չեմ կարծում, որ արժեհամակարգային ընտրության հետ մենք գործ ունենք, որովհետև եթե արժեհամակարգային է այս քայլը, այդ արժեհամակարգը ոտնահարող այնքան դեպքեր են եղել այս ընթացքում, որ հարց է առաջանում, ուրեմն ինչու ավելի վաղ չի եղել այս նույն մոտեցումը եւ գործելավոճը։ Կարծում եմ գործ ունենք քաղաքական նպատակահարմարության հետ եւ ելի եմ կրկնում, թեկուզ թիմակիցներին եւ մասը զիջելով, զոհելով, պահելու Նիկոլ Փաշինյանի իմիջը։ Ես չեմ բացատրում, որ որքան մոտենան ընտրությունները, մենք այնքան տեսնելու ենք թիմի անդամների զոհաբերություններ։ Դա կարող է լինել եւ քրեական գործերի տեսքով, եւ կարող է լինել այսպիսի դրվագներով, այնինչ ներվել է արդեն 7 տարի շատերին, հիմա սկսվելու է դրանից շատ ավելի անմեղ դիպվածները չներվել ոչ մեկին, որովհետև խաղաղասեղանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Այդ է հարցը։ Գործ ունենք էլի իշխանության ամեն գնով պահպանման, երբեմն նաև թիմակիցների հաշվին տենդենսի հետ։ Մենք դա տեսանք Հովիկ Աղազարյանի դրվագով, SMS-ով ազատումների դրվագով, այսինքն ամեն ինչ ստորադաս է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Կարծում եմ սրա հետ գործ ունենք եւ այդպիսի միջադեպերը եթե շատ
ուզենային չլիներ, ես կարծում եմ ԿՊ-ն կարող էր այդ գործիքը կազմել, որպեսզի կանխեր այդպիսի միջադեպերը չլիներ։ Իսկ եթե իրենց մոտ արժեհամակարգի մոտեցումներ են փոխվել, այս մանդատը վայր դնելուն պիտի հաջորդեն այլ մանդատը վայր դնել, բայց ամեն դեպքում այսքան խոսեցինք, թեկուզ աննշան, թեկուզ դրվագային, թեկուզ այս ամեն ինչը պայմանավորված, բայց պատասխանատվության ստանձնումը դա չի կարելի քննադատել։ Դա, այսինքն դա նորմալ պիտի լիներ, դա այդպես պիտի լիներ, ինչ որ առանձնահատուկ բան չպիտի չլիներ, բայց հիմա այն իրավիճակում, որ մենք ապրում ենք, քանի որ սա փաստորեն արտարոց դեպք է, ամեն դեպքում չեմ ասի ողջունելի, շնորհակալ, այդ բան չէ, բայց ամեն դեպքում պետք է առանձնացնել, եթե որևէ անհատ իր արարքների համար ի վերջո պատասխանատվություն որոշել է ստանձնել, դա պիտի լիներ նորման, ոչ թե բացառությունը։ Դեպքի օրը տարածքում նաև ոստիկաններ են եղել, սակայն վերջինս որևէ կերպ չեմ խոչընդոտել։ Ամեն դեպքում ոստիկաններն ինչու այդպես վարվեցին, քանի որ դա հասարակական կարգի ակնհայտ խախտում էր։ Երբ մենք ասում ենք, որ այսպիսի բռնաճնշումներ, այսպիսի վախի մթնոլորտ, անգամ են ամենասարսափելի ժամանակները, որոնց մասին պատմում են, չի եղել, տես դրվագներում նկատի ունենք, այսինքն երբ որ մենք ուղիղ եթերով տեսնում ենք, որ այն իշխանությունը, որը ունի այսպես բարի խեղճի իմիջ, այդ իշխանության ներկայացուցիչներին, երբ որ ակնհայտորեն ուղիղ եթերում հասարակական կարգ են խախտում, ոստիկանները չեն համարձակվում մոտենալ, չեն համարձակվում կարգի հրավիրել, խոսքը ինչ որ ձերբակալման կամ բանի մասին չէ, խոսքը տարական հասարակական կարգ ապահովելու մասին էր, այսինքն մենք տեսնում ենք բացարձակ իշխանություն ունեցող թիմի բացարձակ սանձարձակություն եւ բացարձակ ամենաթողություն այդ բացարձակ իշխանությունը կարծես բացարձակել այլանդակում է այսինքն որևէ զսպող հանգամանք այս երկրում չի աշխատում այդ ոստիկանական ամբողջ ուժը միայն փաստորեն աշխատում է ոչ իշխանականների վրա։ Ինչու չեն բանանում, ինչու չեն վախենում են հետևանքների համար։ Ով այդ ոստիկաններից որ մեկը կարող էր վստահ լինել, որ ոչ թե այսպեսի զարգացում է լինելու, այլ իրեն աշխատանքից չեն ազատելու հետո, որովհետև համարձակվել է իշխանական պատգամավորին դիտողություն անել, կարգ հրավիրելու փորձ անել, այլ մնացածի մասին չեմ խոսում, որովհետև իրենց հրահանգավորումը միշտ եղել է իշխանականներին ներվում է ամեն ինչ, եթե ընդդիմադիրներին որևէ բան կտեսնեք, կապ չունի էլ որ հիմնավոր է, հիմնավոր չէ, չի ներվում ոչինչ եւ բանի անգամ օրենքի կետը անցնելուց եւ բանանելուց ավելի ուժեղ կիրառելուց քան դա կարող էր, դուք կարող եք կիրարկել այդ մահակի ձևով, կարող եք հարձակվել, կարող եք ծեծի ենթարկել։ Դրա համար էլ եթե այսին է խաղի կանոնը, որևէ մեկը իր աշխատանքի ընտանիքի հանգամանքը ռիսկի տակ չի ուզում դնել, որովհետև խաղի կանոնը սահմանված, որ իշխանականներին ներվում է ամեն ինչ։ Ես դրա հիմքը տեսնում եմ այնտեղ, որ բացարձակ իշխանությունը փաստորեն բացարձակապես այլանդակում է։ Մենք առաջին անգամ ենք տեսնում, որ ԿՊԱ-ականները ինքնական մանդատ վայր դնեն։ Միգուցե հաջորդը լինի արդեն Անդրանիկ Քոչարյանը, ինչ է կարծում։ Ես չգիտեմ որքանով ինքնակամ էր, էլի եմ ասում, չեմ ուզում նսեմացնել մարդու անհատական ի վերջո որոշումը, որով հասկացել է, որ պատասխանատվություն է պետք ստանձնել, բայց ես պիտի առանձնահատուկ գնահատեմ վերջին շրջանում լրագրողների գործունեությունը, այն արձագանքը, որը դեպքեր ունեցան Անդրանիկ Քոչարյանի դեպքը Գյումրիում, դեպքը չէ որ դա մի լրագրողի հետ էր, ձեր գործընկերոջ հետ էր տեղ ունեցել, բայց լրագրողական համայնքը դրան արձագանքեց, լրագրողները առանձին անհատ լրագրողներ տարբեր գործընկեր կազմակերպություններից տարբեր կազմակերպությունների ի վերջո նույն հարցադրումները հնչեցրեցին, դրան տվեցին հանրային հնչեղություն, կարծում եմ տեսանյութերը Հայաստանը չգիտեմ էլ մարդ կա որ չի տեսել, այսինքն լայն տարածում գտան եւ հանրային արձագանք ունեցավ։ Կարծում եմ շարունակել պաշտոնավարելը կարող էր շատ ավելի վատ իմիջային հետևանք ունենալ, ինչպես Ալեն Սիմոնյանի դեպքում տեղի ունեցավ։ Չէ՞ որ հիմա ամեն առիթով այդ անպատասխանատվությունը քաղաքացու վրա ատքելը բոլորը, այսինքն հիշում են ամեն առիթով եւ դա նաեւ օգտագործում են, ես վստահ եմ Հայաստանից դուրս էլ միջազգային գործընկերների շրջանում։ Հետեւաբար այս հանրային հնչեղությունը եւ հանրային արձագանքը լրագրողների միջոցով գեներացված ընդդիմադիր գործիչների ովքեր արձագանքեցին, կարծում եմ դա է ազդեցություն ունեցել։ Եթե սա կարծում եմ նաեւ սա կարող է շղթայականներն առումով, որ եթե թիմի անդամներից մեկը որևէ արարքի համար պատասխանատվություն է ստանձնում, ի վերջո դրանից ավելի վատ արարք արածների, եթե չեն ստանձնում, դա թիմում անարդարության զգացողություն կարող է առաջացնել, հետաբար սա իրենց բայց ներքին հարցերն են, պիտի հասկանան, եթե Վիլեն Գաբրիելյանը հարբած Գյումրիում միջադեպերի համար մանդատ է վայր դրել, իսկ Անդրանիկ Քոչարյանը չհարբած լրագրողին վիրավորելու համար ինչու պիտի մանդատ վար չդնի, նույն պատասխանատվությանը չի ենթարկել։ Այսինքն սրանք հարցեր են, որ կարծում եմ իրենք պիտի քննարկեն, իրենք իրենց պետք է տան եւ վերջո հասկանան, որ
կարծում եմ մի գիտակցում էլ կա, որ կարող է մի քիչ adekvat մարդուն նման քայլի, այսինքն ի վերջո բերել։ Մենք բոլորս այս երկրում ապրելու հարց ունենք։ Այդ որևէ իշխանություն հավերժ չէ։ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա։ Այս պարզ ճշմարտությունները բոլորս պիտի հիշենք, էլի կարծում եմ, ու այստեղ եթե որոշները կան, որ իրենց կյանքը Հայաստանում արդեն չեն պատկերացնում կամ կարող են ինձ դա թույլ տալ, չեմ կարծում, որ այդ թիմի բոլորն են, որ Հայաստանից գնալու են եւ չեն պլանավորում Հայաստանում ապրել։ Ուրեմն պիտի հարց տան ինչպես են դա կանելու, ո՞նց են դա կազմակերպելու այս ամենով հանդերձ, դրա համար լավ կլինի հարցերը տան, պատասխանեն եւ հնարավորինս քիչ, եթե դա իհարկե հնարավոր է, այն պատասխանատվությունը շարունակեն ստանձնել, վերցնել իրենց ուսերին, որը արդեն այս տարիների ընթացքում վերցրել են։ Դրա թվում կա Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարածքների հանձնում, մինչև ճգնաժամ ամեն ոլորտներում ու մի հատ էլ էս թիմակիցների պահվածք։ Այսինքն դա բեռա, որ ես չգիտեմ ճիշտ ասած, ոնց կարող են տանել ու հանուն ինչի կարող են տանել։